Ձեր կարծիքով Հայաստանում բարձր աշխատավարձ ստանում են լավ կրթություն ստացածները։ Իհարկե, եթե կրթություն չունի, պարզ չի, որ ցածր աշխատանք պետք է կատարի, ասենք, եթե կրթություն չունի, ինչ կարա ինքը դատախազ աշխատի, դատավոր կամ թեկուզ հասարակ հսկիչ չի կարա։ Օրինակ մեր կառավարությունում ոչ բոլորն են, որ լավ կրթություն են ստացել, օրինակ հենց ղեկավարը նույնիսկ համալսարանը չի ավարտել, բայց կարծում եք բարձր աշխատավարձ չի ստանում։ Դե կյանքի բնույթով իրանք հաջողակներ են համարվում, ես տենց կասեի։ Միայն հաջողակներ են, որովհետև ոնց կարաս, ասենք, կրթություն չունենաս, շատ բան է տալիս կրթությունը, չէ որ քեզ կյանքի բոլոր ուղիներով տանում է առաջ, բայց որ ոչ մի բան չգիտես, ոնց կարաս, իրանք հատուկ հաջողակներ են, ես կասեի, ազնվությամբ եմ ասում։ Կարծում եմ որոշ չափով այո, որոշ չափով ոչ, որովհետև կան ինչ-որ կոնկրետ ոչ մասնագիտական աշխատանքներ, հաստիկներ, որ բարձրագույն կրթություն չեն պահանջում, բայց որոշ մասով էլ այո, համաձայն եմ։ Ոչ։ Ովքեր են ստանում բարձր աշխատավարձ։ Ով կարողանում է։ Ով որ ղեկավարը։ Միայն ղեկավարն է։ Այո։ Այսինքն կրթությունը կապ չունի։ Չէ։ Չեմ անում, չեմ կարծում։ Ոչ։ Բարձր աշխատավարձի կարծիքով ազգային ժողովում է ստանում։ Դրանից ավել որտեղ կստանա։ Չեմ պատկերացնում դրանից ավել որտեղ կլինի։ Ինչու եք այդպես մտածում։ Բանը, ես հետևողական եմ, էլի, ոնց որ լսել եմ, ոնց որ թե այնտեղ ամենաբարձրը։ Արի չխոսենք էլի կներիք։ Ովքեր են բարձր աշխատավարձ։ Նորմալ է։ Այո, միանշանակ, այո։ Այսինքն իսկ մեր ղեկավարությունը, օրինակ, ձեր կարծիքով լավ կրթություն ստացել է։ Չեմ կարծում, բախտի բերմամբ հայտնվել են այդ աթոռին, բայց կան շատերը, որոնք ավելի լավ կրթված են, բայց ցավոք չունեն պաշտոն, չեն ղեկավարում, մնացել են ստվերում։ Չեմ կարող պատասխանել անկեղծ ասած։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ովքեր են ստանում։ Ես շատ վաղուց տեղ չեմ եղել, չգիտեմ։ Չի ասի, Ովքեր են ստանում։ ովքեր լավ աշխատում են, ովքեր փնտրում են աշխատանք ու աշխատում են, չեն ասում, սա չեմ անի, նա չեմ անի, աշխատում են ու ստանում են։ Օրինակ մեր կառավարությունում ձեր կարծիքով բոլորը լավ կրթություն ստացած մարդիկ են, որ բարձր աշխատավարձ են։ Դե կրթություն ունեն, որ այնտեղ աշխատում են, բայց միշտ էլ կառավարության աշխատավարձերը ավելի բարձր է, քան թե սովորական բամորը դասակարգի աշխատավարձերը։ Ու դա է սխալը, որ մեր մոտ առաջ չենք գնում։ Աթոռին նստածները ավելի շատ են ստանում, քան թե շատ ծանր աշխատանք անողները։ Դրա համար չեն մնում Հայաստանում, գնում են դուրս, աշխատում են, որ այդ նույն աշխատանքի համար ավելի շատ են վարձատրվում։ Չեմ կարող կոնկրետ ասեմ։ Բաշը դա կարևոր է, բարձրագույն կրթություն ունենալը, համեմատում են նրա համար, նայած որ ոլորտում են, էլի, աշխատակիցները աշխատում։ Բայց բարձրագույն հիմնականում տենց է, բարձրագույն կրթություն ունեցողները, իրենց ոլորտի լավ մասնագետները պիտի բարձր աշխատավարձ ստանան։ Օրինակ մեր կառավարության անդամները ձեր կարծիքով ունեն այդ լավ կրթությունը, որ բարձր աշխատավարձ են։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Հիմա եթե դա աշխատանքի կամ պաշտոնի ստանձնելու ժամանակ հաշվի առնվում, դա շատ կարևոր է, եթե հաշվի չառնում, լավ չի։ Չեմ կարծում։ Չի ասի։ Ովքեր են ստանում բարձր ձեր կարծիքով։ Ով որ վերխուժքում մոտիկ մարդիկ ունի, բարեկամներ ունի ղեկավարության մեջ։